Վերջին տարիներին հանրային ծառայության մասին օրենքում կատարված փոփոխություններով սահմանվեց նվերների հաշվառման և հանձնման իրավական կարգավորումը, ներառյալ նվերների հաշվառման ռեեստրի ստեղծման իրավական հիմքերը։ Նվերների ինստիտուտը առհասարակ օրենսդրական իմաստով կատարելագործվել է, կարգավորումները հստակեցվել են օրենսդրությամբ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ հաստատել է ենթաօրենսդրական ակտերը նվերների հաշվառման, հանձնման հետ կապված, ինչը նշանակում է, որ ընդհանուր առմամբ իրավակարգավորումները առկա են և համապարփակ են։ Պաշտոնյան նշեց, որ այս պահի դրությամբ թվային ռեեստր չկա, բայց որպես միջանկյալ լուծում հանձնաժողովը կայքում ունի հատուկ պորտալ, որտեղ հրապարակվում են Excel տարբերակով ստացված նվերների հայտարարագրերը։ Հատուկ պորտալ ասվածը Google Drive-ն է։ Լիլիթ Ալեքսանյանի խոսքով դա այն լուծումը չէ, որն իրենք ակնկալում են ունենալ ապագայում, բայց մինչև թվային ռեեստրի լինելն այդ տարբերակով են ապահովում համակարգի թափանցիկությունը։ Գնալով եւ վերջին ամիսներին հատկապես աճել են նվերների հայտարարագրերի թիվը, դա նշանակում է, որ արդեն պետական մարմիններում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները ավելի տեղեկացված են, իրազեկված են այդ կարգավորումների մասին, ինչպես նաեւ կա կարգավորումները հարգելու եւ նվերները հաշվառելու կուլտուրան։ Հայտարարագրվում եւ հաշվառվում են բացառապես թույլատրելի նվերները եւ օրենսդրական կարգավորումները ենթադրում են, որ չթույլատրված նվերները ուղղակի չպետք է ընդունվեն։ Չկա այնպիսի ակնկալիք, որ այդ նվերների ռեեստրում մենք պետքա տեսնենք նվեր, որը համարենք, որ թույլատրված չէր, դրա համար պատժենք անձանց եւ այլն եւ այլն։ Սա ավելի հետագա վերլուծական աշխատանքի համար օգտակար թափանցիկ դատաբազա պետք է դառնա արդեն տարիների ընթացքում, որպեսզի օրինակ մենք կարողանանք հասկանալ պաշտոնատար անձանց կողմից նվերների ստացման հաճախականությունը։ Թույլատրելի նվերների մեջ են մտնում նաեւ արարողակարգային նվերները։ Թույլատրելիից ավելի բարձր արժեք ունեցող նվերները ենթակա են հանձնման։ 60,000 դրամը գերազանցող նվերները պետք է հանձնվեն պետությանը, 40,000 դրամը գերազանցող նվերները հաշվառվեն։ Մեր մտավախությունը, որ վիրավորանք կդիտվի մյուս պետության կողմից, եթե նվերը չվերցնի, դա տեղին չի, որովհետև դրանք թույլատրելի նվերներ են, ուղղակի դրանց վրա կան կարգավորումներ, գումարից կախված դրանք պաշտոնատար անձը տնօրինել եւ իրեն պահել, պարզ լեզվով չի կարող։ Լիլիթ Ալեքսանյանի խոսքով կանխարգելման տեսանկյունից գործիքակազմերը շատ չեն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցները չեն կարող հսկողություն իրականացնել, օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկել։ Նա շեշտում է, կանխարգելումը դրա մասին չէ։ Մեր ամենաառաջնահերթ խնդիրը նվերների ռեեստրի կառուցումն է, այսինքն մենք պետք է ստեղծենք, ինչպես օրինակ գույքի եկամուտների հայտարարագրերի դեպքում է, կամ օրինակ կուսակցությունների հաշվետվությունների ներկայացման համակարգն է, մենք պետք է ստեղծենք թվային պլատֆորմ եւ պետք է ամբողջովին թվայնացնենք այս գործընթացը, որպեսզի նաեւ հետո մեր քննարկման սկզբում իմ կողմից նշված վերլուծական աշխատանքը հնարավոր լինի կատարել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի խոսքով պլատֆորմի ստեղծման աշխատանքներն այս պահին կասեցված են։ Այն ֆինանսավորվում էր միջազգային կազմակերպության կողմից, որն այս պահին չի գործում։ Հանձնաժողովն այլընտրանքային տարբերակների շուրջ քննարկումներ է իրականացնում։ Մենք նաև ռեեստրում նախատեսել ենք, որ կլինի գնորոշման մեխանիզմ, որպեսզի գների որոշելու ընթացքում նաև պաշտոնատար անձինք այդպես շատ գործողություններ անելու կարիք չունենան, գնան խանութներում նայեն եւ այլն։ Պետք է մեր համակարգը արդեն ավտոմատ կերպով գին առաջարկի ելնելով բաց աղբյուրներում առկա տվյալներից։ Դա ստանդարտ ոնց որ տարածված ընթացակարգ է, ինտեգրացիա լինելու համակարգում, արդեն եթե պաշտոնատար անձը կունենա կոնկրետ հիմք չհամաձայնելու առաջարկված գնի հետ, այդ հիմքերը կկցվեն տվյալ հայտարարագրին եւ գինը կկարողանան փոփոխել։ Լիլիթ Ալեքսանյանի խոսքով միտումների տեսանկյունից արդյունքները գոհացուցիչ են։ Ամեն հաջորդ ամիս իրենք տեսնում են, որ հայտարարագրվող նվերների քանակն աճում է։ Այն, որ չկան ընդունված նվերներ, արդեն իսկ լավ է, որովհետև այս նվերների սահմանափակման իմաստը այն է, որ պաշտոնատար անձին կամ հանրային ծառայողները հնարավորինս քիչ նվերներ ընդունեն իրենց պաշտոնավարման ընթացքում, որպեսզի նաև հավանական շահերի խնդիրները եւ դրանց ազդեցությունը պաշտոնական պարտականությունների կատարման վրա հասցվի նվազագույնի։ Ալեքսանյանի խոսքով արդյունավետության մասին խոսելը դեռ վաղ է։ Հիշեցնենք, հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը նվերների
հաշվառման ձևաթղթում լրացնում է մի շարք տեղեկատվություններ, այդ թվում նաև նվերի գնի որոշման համար օգտագործված ինտերնետային տիրույթի բաց աղբյուրների կամ գների վերաբերյալ հանրամատչելի տեղեկատվությունների լուսանկարները կամ նվերի գինը հավաստող այլ փաստաթղթեր։